Զվարթնոց օդանավակայանն այսօր պայմանագիր ունի երկու տաքսի ծառայությունների հետ, որոնց ավտոմեքենաները միայն իրավունք ունեն կայանել օդանավակայանի ժամանման մուտքի առջև։ Անհատ տաքսի ծառայության մի քանի վարորդներ քաղաքացիական դիրքորոշում եւ սպառողների ասոցիացիա հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ այսօր այցելեցին Զվարթնոց օդանավակայան, իրենց մտահոգությունը հայտնելու տաքսի ծառայությունների համար ստեղծված իրենց խոսքով անհավասար պայմանների առնչությամբ։ Այս կանոնատեղին, որը օրենքով պետք է լինի ընդհանուր օգտագործման, ասում են այդ երկու սերվիզի մեքենաները իրավունք ունեն ստեղ կանգնել։ Մյուսները իրավունք չունեն։ Բոլորն էլ ստացել են նմանատիպ լիցենզիա տրանսպորտի նախարարությունից այդ տաքսի սերվիզները։ Ոչ մեկի լիցենզիան մյուսինից չի տարբերվում։ Լիցենզիայի վրա գրված է ՀՀ տարածքում տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա է դա։ Եվ բոլոր Հայաստանի Հանրապետությունում գտնվող տաքսու կայանատեղիներից պետք է իրավունք ունենան օգտվելու բոլոր տնտեսվարող սուբյեկտները։ Իսկ դες ստացվում է, որ խախտվում է տնտեսվարող սուբյեկտների հավասար աշխատանքի պայմանները։ Միևնույն ժամանակ խախտվում է նաև սպառողների իրավունքները, որ նրանք չունեն ընտրության հնարավորություն։ Գոյություն են երկու ձեռնարկություններ, որոնք սպասարկում են օդակայանի ուղևորներին, եւ դա շատ լավ է եւ շատ ողջունելի է, բայց մյուսները նույն կերպ պետք է ունենան հնարավորություն մատուցելու իրենց ծառայություն եւ քաղաքացին, որը դուրս է գալիս օդակայանից, պետք է ունենա հնարավորություն նստելու այն մեքենան, որը իրեն հարմար է կամ ինքը ուզում է։ Ոչ թե իրեն ասեն մեկ ուրիշ տեղ, գնա հեռավոր տեղ, նստի եւ այլն, իսկ այդ մարդիկ հալածված են։ Մենք եկել ենք այդ հարցը խորապես ուսումնասիրելու եւ հնարավորինս վերացնելու նման խտրական մոտեցումը, իսկ դա ոչ թե խտրականություն է, այլ հալածանք է։ Օդանավակայանը տաքսի ծառայությունների գործունեությունը իրենց տարածքում կարգավորելիս առաջնորդվել է միջազգային չափանիշներով։ Նաև ապահովագրվում է ուղևորի նստատեղը, այլ ոչ միայն մեքենան, ոնց որ շատ տեղերում։ Մենք մեր ուղևորները, որոնք օգտվելու են օդանավակայանի կողմից արտոնված ընկերությունների տաքսիներից, նաև ուղևորի նստատեղն է ապահովագրում։ Սահմանվում է չափանիշներ, որ գազով չաշխատեն, որ չաշխատեն, որ լինեն օդափոխիչներ մեքենայի մեջ, որով եւ մենք առաջնորդվել ենք։ Այնուհետեւ տրամադրվում է այդ մեքենաների հետ պայմանագիր կնքվում այդ ընկերությունների հետ եւ պատասխանատվությունը ուղևորի համար, այսինքն ժամանակ ուղևորը Հայաստան պետք է նաեւ իմանա, որ օդանավականը պատասխանատվություն է կրում այն ծառայության համար, որը մատուցվում է օդանավականը։ Հակառակ դեպքում մենք ունենք հին պատմությունը գրդոնչիների, որոնք հարցակվում էին մեքենան ուղևորների վրա եւ արդյունքում ուղևորը բողոքում էր օդանավականին, բայց օդանավականը չէր իմանում այդ բողոքը ում ուղղել, որովհետեւ ցանկացած մարդ կարող է այդ ծառայությունը տրամադրի արդյունքում եւ մենք չիմանանք ով է այդ մեքենան եւ ով է այդ վարորդը։ Օդանավակայանի հարևանությամբ գործում է նաև առանձնացված տարածք, որտեղ ըստ Զվարթնոցի ներկայացուցչի կարող են կայանել այլ ծառայությունների տաքսիներ։ Հավելենք, որ այսօրվա ակցիայի մասնակից մի քանի տաքսու վարորդներին, ինչպես նաև նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Դոստուրյանին չգոհացրեց օդանավակայանի ներկայացուցիչների արձագանքը իրենց մտահոգությանը։ Մենք դիմել ենք վարչապետին, դիմել ենք տրանսպորտի նախարարություն, թող տեսնեն խնդիրը, եթե գտնեն, որ խախտում չկա, թող շարունակի, բայց դա ակնհայտ է, ասենք, նաև պատգամավորների ենք դիմել, որ ասեցին, որ սա իրոք հավասար պայմանների խախտում է, ասենք, արտոնել են ընդամենը երկու սերվիզի, որոնք իրանց հենց կայանելու համար գումար են վճարում, մյուսներին չեն թողում, դա հավասար պայմանների խախտում է եւ ասին, որ անպայման կանդրադառնան այդ հարցին։